Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հարգելի պարոն Պողոսյան։ 2018 թվականին տեղի ունեցել Թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Հարգելի գործընկերներ, ընդդիմադիր, հարց եք տվել ձեզ, ինչու է տեղի ունեցել այդ հեղափոխությունը։ Ես ձեզ պատասխանեմ, որովհետև համակարգի, իշխանական համակարգի բոլոր իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ, անգործության մեջ, թալանի մեջ եւ այսօր պարոն Դանիելյանը մեղադրում է մեր իշխանությանը, որ մենք թալանում ենք, մենք ապօրինի գործեր ենք ինչ որ հյուսում ընդդիմադիր իշխանության դեմ։ Պարոն Դանիելյան, իրոք դուք այդպես եք կարծում։ Այդ որ դուք այդքան բարձր եք խոսում եւ գոռում եք, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք։ Պարոն Դանիելյան, հիշեցնեմ, որ 2018 մինչև 2018 թվականը ինչ համակարգ էր տիրում։ Բերեմ իմ օրինակը։ 1998 թվականին ժամը գիշերվա 2-ին մտնում են մեր տուն, տանս երկու անչափած երեխաներ էին, գալիս են ձերբակալում են ին ամուսնուն, բացատրելով, որ ձեր քրոջ երեխան բանակից, չգիտեմ, փախել է։ Ես էլ հարցնում եմ, ասում Ժորժ ջան, այսինքն իմ տալոջ երեխան, որ փախել է, մենք ինչ մեղավորություն ունենք։ Այդ ինչպես եք դուք մտել ժամը 2-ին գիշերը եւ իմ երեխաների մոտ ավտոմատներով դուք կալանավորում եք իրենց հորը։ Վերջի հարց եմ տվել 37 թիվնա եւ այլ, բայց չեմ հասկացել մի բան, որ ես վտանգել եմ ինձ ու իմ երեխաներին։ 10 օր հետո, իհարկե իմ համառության շնորհիվ, ես կարողացել եմ իմ ամուսնուն դուրս բերել, քանի որ դիմել եմ պարոն Խորխորունուն, մեր падգամավորի միջոցով կապանի եւ շնորհակալ եմ իհարկե իրեն, երբ առաջի անգամ եմ ասում այդ ինքը կհասկանա ու մասն է խոսքը գնում։ Եվ գիտեք զարմանալին որն էր, երբ որ ամուսինս եկել է տուն, ասում է վիճակ չկա այդ падվալներում։ Այնտեղ նստած էր մի կին 1.5 տարեկան երեխայի հետ, այն որ նախկինում կարող է հիշեն մեծերը, որ կային զուգարաներ, համայնքային, ես չգիտեմ ոնց ասեմ այդ զուգարանները ինչպես անվանեմ, եւ այդ պայմաններում պահում էին կնոջը, որովհետեւ իր ամուսինը չգիտես ինչու լքել է բանակը։ Հիմա Ժորժ ջան, եթե բանակում ծառայելը լավ լիներ, պարոն Օհանյան ջան, մարդիկ, այդ որ ասում եք դիզերտիրներ կլինեին, հիմա գամ հասնեմ բանակին։ Տեսեք, 2008 թվականի մարտի 1-ին այդ դեպքերը որտեղի ունեցել, 2 օր առաջ իմ աշակերտներից մեկը գալիս է ասում է, մեզ ուզում են տանել, որ մենք մասնակցենք մարտի 1-ի գործերին, ասում եմ, այսինքն բա ինչ եք անելու, ասում ինչպես ա եղել, որ դու դա հասկացել ես, եղբայրը ծառայում էր այդ ժամանակ Գորիսում, ասում եմ տեղը, եւ հրամանատարը հարցրեց, ովքեր չունեն հայրեր, 1 քայլ առաջ, թե 3 քայլ չի, չեմ հիշում, այդ զինվորները առաջ են եկել եւ նրանց բոլորին մեքենաներ են նստացրել ու տարել են Երևան։ Տղաները պայմանավորվել են, որ եթե հանկարծ իրենց ստիպեն կամ հրաման տան, որ իրենք գնան կրակեն ժողովրդի դեմ, իրենք գիտեք ինչ են որոշել։ Մտածել են, տեսնենք լուկերը որտեղ են, որ այդ լուկերը բաց թողնել, մտնել այդ լուկերի մեջ ու չկրակեն ժողովրդի դեմ։ Հիմա դուք գալիս եք ասում եք, Փաշինյանն է մեղավոր։ Իրոք դուք այդպես եք կարծում։ Կարծում եք, թե մենք չենք հիշում ինչա տեղի ունեցել 2008 թվականին։ Ես այդ մարտի 1-ին ծնվել եմ։ Ես ուզում էի 2008 թվականին գալ Երևան, ինչ չեն թողել։ Ես ուզում էի իմ ուսանող երեխաների հետ հանդիպել։ Դուք հիմա խոսում եք, որ մենք ենք խախտում օրինակ մարդկանց իրավունքները։ Վերջ տվեք, խնդրում եմ, դուք կարող եք մեզ մեղադրել, գիտեք ինչում, որ դանդաղ այդ ամեն ինչ ընթանում։ Ես պարոն Պողոսյանի խնդրում եմ ուղղակի,
1999 թվականի սպանությունը, 2008 թվականի այդ բռնաճնշումները, չգիտեմ, զուգարաներում սպանող նախագահին եւ այլ չգիտեմ սպանություններ, ես ուղղակի խնդրում եմ, մեր ժողովրդի առաջ մենք պատասխանատվություն պետք է կրենք, մարդիկ պետք է իմանան ինչու է տեղի ունեցել այդ ամենը, այդ սպանությունները, եւ ես ուղղակի նորից եմ կրկնում, խնդրում եմ, պետք է ժողովուրդը այդ մասին իմանան։ Հերիք եղավ, բոլ եղավ, մեզ մեղադրում եք այդպիսի բաների մեջ, որը դուք եք արել։ Ժորժ ջան, ես որ չեմ մոռացել, 15 տարեկան չեմ, գիտեմ ինչ ա եղել։ Մյուս հարցը, բանակից եք խոսում, ես ինքս եմ գնել երեխաների համար, ծառայողների համար, չգիտեմ ինչպես է դա կոչվում, կապում են իրենց մայկաների առաջ, որ այդ ոչիլները չլինեն։ Ինչ որ շների վրա բաներ են կապում, այդ աշենիկները կոչվում, չգիտեմ ոնց է կոչվում։ Եվ ես գնել եմ մի քանի հատ ինչքան կար, ուղարկել եմ բանակ։ Դուք ինձ ասում եք բանակը շատ լավ էր, Ժորժ ջան, այո, կլուբնիկ այլ են տվել, ու լավ են արել, որ տվել են։ Եվ միշտ պետք է տան, որտեղ երեխաները չպետք է դրսից ստանան, ընտանիքներից ստանան մայկատ, ռուսիկ եւ չգիտեմ ինչ։ Դա պետությունն է պարտավոր ապահովել, բայց ես չեմ կարող ամեն ինչ ասել, գնացել եմ ու տեսել եմ այդ շինությունները, հպարտանում եմ մեր իշխանության։ Այո, այս մի քանի տարիների ընթացքում արել ենք, անելու ենք եւ նորից եմ կրկնում, մեր պետությունը, մեր իշխանությունը, ինչքան էլ դուք դա չեք ուզում, վերարտադրվելու է նորից 2026 թվականին, որովհետև մեզ վստահել են, գիտեք որ ժամանակ, երբ որ համաճարակ էր, երբ որ մենք պատերազմի ժամանակ ենք պարտվել, դուք ասում եք Հայաստանն է մեղավոր, որ պատերազմը սկսվեց։ Լավ, էլի Ժորժ ջան, հայ չեք։ Փոխարեն ասեք Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Լավ, դուք կարող եք մեզ չսիրել, ատել, բայց Ժորժ ջան, դուք եք իշխանություն, դուք եք պատասխան տալու։ Հասկանում եք դուք։ Եվ ես խնդրում եմ ուղղակի, եկեք սիրենք մեր պետությունը, եկեք սիրենք մեր անկախությունը։ Ես խնդրում եմ, մի տարեք Հայաստանը, մի դարձրեք օկրուգ ինչ-որ երրորդ պետության։ Դրա համար 777 հոգի դեռ առաջին պատերազմից չեն վերադարձել իրենց տները։ Այդ մասին չեք խոսում դուք, որ 777 հոգի չեն վերադարձել իրենց տները։ Այ դուք մատնանշում եք 5000 հոգի զոհվել են։ Ժորժ ջան, այդքան չկա։ Կա 3000, հիմա վախենում եմ սխալվեմ, 800 քանի 4300 կորածների հետ եք դուք ասում։ Հա, եւ ես իհարկե խոնարհվում եմ ծնողների առաջ, ցավում եմ, որ երիտասարդները զոհվել են, բայց նրանք զոհվել են, որ մեր ժողովուրդը ապրի եւ երեխաները ժպտան։ Տեսեք ինչքան հետաքրքիր մի դրվագ եղավ, երբ որ վարչապետը Սյունիքից եկած երեխաներից հարցնում է, որտեղ եք ուզում դուք գնալ, երեխաներից մեկը գյուղական դպրոցից սահմանամերձ ասաց ուզում եմ գնալ այնտեղ, որտեղ մենք հիշում ենք մեր զոհվածներին ցեղասպանության հուշարձանի մոտ։ Գիտեք ինչու, որտեղ իրենք վախենում են անկեղծ լինել, իրենք վախենում են ասել, որ ուզում են ծիծաղել, որ ուզում են ապրել, իսկ մենք միշտ ստիպում ենք, որ նրանք ողբան։ Չկարելի այդպես, մենք մեծ ենք ու պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ, որ մեր երեխաները ուրախանան եւ դրա մեջ ոչ մի ողորմություն չկա։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ ձեր ելույթի մեջ նշել, գոնե հույս տվեք, որ այն բոլոր գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ բացահայտված չեն, ես ուղղակի խնդրում եմ, ասեք, թեկուզ ժամկետ մի ասեք, բայց
միասին մեզ հետ կպայքարենք եւ մենք ձեզ օգտակար կլինենք, որ բացահայտվեն 99 թվականի ողբերգությունը, 2008 թվականին, ինչու՞ չէ 2016 թվականին կներեք, եւ ովքեր են մեղավոր, որ 2020 թվականին մեկ շաբաթ հետո մեր տղաները չգիտեին որտեղ են գտնում, թողել են եւ դա 5-րդ շարասյունն է։ Շնորհակալություն։